Ծովինարը։ Մի թագավոր է լինում, պսակվում, հարս է բերում։ Էդ հարսը երեխա չի ունենում։ 7 տարի անց է կենում։ Մի օր մի դերվիշ է գալիս թագավորի դռանը կանգնում ասում. Թագավորն ապրած կենա, ես գիտեմ, թե քո քեֆը ինչի է վատ։ Ասում է, ինչի է վատ, դերվիշ բաբա։ Ասում է, նրա համար, որ կնիկդ երեխա չի բերում։ Ձիտել քուրակ։ Ասում է, դերվիշ բաբա, որ դու էդ տենց իմաստուն ես, դրա հնարն էլ կգիտենաս, բա ոնց կլինի դրա ճարը։ Ասում է, թագավորն ապրանց կենա, քո այգում մի խնձորի ծառ կա, էս օխտը տարի է, բար չի տալի, հիմի նոր մինը բռնել է, գնա բեր կլպի, միջուկը կնկանը տուր, կլեպները ձիուտ, թող ուտեն, կնիկդ մի տղա կբերի, ձիտել մի քուրակ, տղի անունը կդնես անվախ, քուրակինը հրեղեն, էդ ասելուն պես դերվիշը աներևութանում է, թագավորը գնում է այգին, տեսնում է, որ դրուստ, հրես ծառի վրա մենակ մի խնձոր կա, ոնց որ դերվիշն ասել էր, էնպես էլ անում է, կնոջ ժամանակը լրանում է, ազատվում է, մի սիրուն տղա է բերում, ձիու ժամանակն էլ գալիս է, ծնում է, մի սիրուն քուրակ է բերում, դերվիշի ասած անունները դնում են, ով տարով կմեծանա, անվախն ու հրեղենը օրով են մեծանում, անվախը, որ ոտնավորվում է, հա գնում է գոմը, ամեն օր հրեղենին կեր է տալիս ու թիմարում, օրվա մի օրը հրեղենը լեզու է առնում, ասում է, անվախ, որ տեղդ նեղվի, կգաս իմ գուշտը հարցմունքի, մի առժամանակ անց է կենում, անվախն էլ հասած տղա է դառնում, հանկարծ մի ցավ է բռնում, ծակոցը ջիգյարն է տալի, կուչն ու հուպ գալով հասնում է գոմը, ասում է, հրեղեն ջան, ես մեռա, հնար ունես տես, ասում է, մի վախենա, աս ձեռքդ տար ձախ կողքդ, այնտեղ մի խանչալ կա, հանի, ձեռքը կողքին է տանում, ճիշտ որ մի դաշույն է հանում, դաշույնի վրա տեսնում է մի սիրուն աղջկա նկար, տակին գրած Ծովինար, որ տեսնում է, խելքի ծերը գնում է, ցավն էլ է մտահան անում, ամեն բան էլ, հրեղենն ասում է, անվախ, ինչ եղավ քեզ հետ, ասում է, հրեղեն, Ծովինարին որտեղ գտնենք, ասում է, շատ է դժար, համաքեֆդ, խարապ մի անիլ, կգտնենք, գնա, ասում է, մի հատ թամբ շինել տուր, բեր վրես դիր, փորկապս պին քաշի, վրես նստի, ես քեզ կտանեմ քո Ծովինարի մոտ, անվախը գնում է, մի լավ թամք է շինել տալիս, բերում զին թամքում, հետնում է ընկնում են ճամփա, գնում, շատն ու քիչը իրենք գիտեն, գնում են մի սև երկրի հանդիպում, տեսնում են ամեն ինչն էլ սև է, մին էլ տեսնում են մի սև ձիավոր դուրս եկավ, դրանց ճամփան կտրեց ու հարցրեց, ուր եք գնում, սա իմ երկիրն է, ինչ իրավունքով եք մտել իմ հողը, ասում է ու թուրը հանում վրա բերում անվախին, նրա վրա բերելուն պես հրեղենը ծարս է լինում, երկնքի ծերը հասնում, թուրը ոչ մեկին էլ չի դիպչում, հրեղենն ասում է, անվախ մի մտածի, դու սրան պիտի զորես, համաճը սպանես, սա քո աղբերը կդառնա, անվախն ասում է, աղբերացու, քո թուրն ինձ բան չի անիլ, ես էլ թուր ունեմ, ասելուն պես դաշույնը կողքից հանում է, թե չէ շողքը ընկնում է այդ երկրի վրա, սև մարդը աչքերը փակում է, դաշույնը տեղն է դնում, սև մարդը մոտ է գալիս, բարիշում են, դառնում աղբերացու ու գնում են, տեսնում այդ սև երկրի ծայրին 3 եղբայր մի կողմից են կռվում, մի ամուղ ջրաբանակ մյուս կողմից, անվախը սև եղբորը պատվեր է տալիս, ինքն առաջ գնում, ասում է, թե շատի կողմն անցնեմ, կասեն վախլուկ է, լավնեն է 3-ի կողմից կռվեմ, անց է կենում 3-ի կողմը ու զորքի մի կողմից սրբում, մյուս կողմը դուրս գալիս, այն կռվող 3 եղբոր բերանը բաց է մնում են զարմացած, որ կռիվը վերջանում է, 3-ն էլ գալիս են դրան գլուխ տալիս, տանում իրենց տուն, հորը պատմում եղելությունը, դրանց հայրը ասում է, կուզես իմ փեսան դառնաս, անվախն ասում է, իմ մուրազնեն է, որ ձեր աղջկանը տակ իմ աղբորը, դրանք համաձայնվում են, եղբորը կանչում են 7 օր 7 գիշեր հարսանիք անում, պսակում, վրա 7 օրը անվախը մատանին հանում է իր աջ ձեռի մատիցն ու տալիս սև աղբորը, ասում, քեզ թողնում եմ քու քեֆը քաշես, ես գնում եմ, որ վախտը այս մատանիքը սևանա իմացիր իմ տեղը նեղ է, հասիր ինձ օգնության, հրեղենին նստում է, էլի ճամփա ընկնում, գնում, շատն ու քիչը իրեն գիտեն, գնում հասնում են, հիմի էլ մի սպիտակ երկիր, այդ երկրումն էլ ամեն ինչ սպիտակ էր, հիմա էլ մի սպիտակ ձիավոր է դրանց առաջը կտրում, էլի կռվում են, աղբերանում են, առաջ գնում,
Պատահում են մի ուրիշ 3 եղբոր ու մի զորքի կռվի, այդ 3 եղբոր կողմն են բռնում, հրեղենը զորքին հաղթում է, գլուխներդ ինչ ցավացնեմ, վերջն այդ 3 եղբոր քրոջն էլ է ամուսնացնում սպիտակ եղբոր հետ, ձախ ձեռքի մատանին էլ դրան է տալիս, պատվիրում, որ ինչ ժամանակ խավարի օգնության հասնի։ Ինքը հրեղենին նստում է, ընկնում ճամփա։ Գնում, շատ ու քիչը իրեն գիտեն, հասնում են հիմի էլ մի կանաչ երկիր։ Այդ երկրումն էլ ամեն բան կանաչ է լինում։ Այդտեղ էլ մի կանաչ ձիավոր է դուրս գալիս։ Էլի նրանց պես աղբերանում է հետը, էլի պատահում են մի ուրիշ 3 եղբորը զորքի կռվի, զոռում են զորքին, 3 եղբոր քրոջն էլ տալիս է կանաչ աղբորը, իր ոսկե գոտին տալիս է կանաչ աղբորը, պատվիրում, որ սևանա իրեն օգնության հասնի։ Ինքն էլի նստում է հրեղենին, ընկնում ճամփա։ Ասում է. «Հրեղեն ջան, հիմի ո՞նց պիտի անենք»։ Ասում է. «Կարմիր երկրում մի ծով կա, այդ ծովի միջին մի ապարանք կա, ծովինարն այդ ապարանքումն է, նրա համար ծովի ափին մեծ կռիվ կա, կգնանք կհաղթենք, քեզ կհասցնեմ քո ծովինարի մոտ»։ Գալիս են տեսնում մի զորք մի ափին է կռվում, 3 առյուծ էլ մյուս ափին։ Այդ առյուծները չեն թողնում, որ զորքը ծովին մոտ գա։ Հրեղենին ճիպոտում է այդ զորքին մի կողմից կոտորելով, մյուս կողմից դուրս է գալիս, ուզում է մոտ գնա ծովին, առյուծները չեն թողում։ Օրը որ մտնում է, առյուծները գնում են հանգստանալու։ Հրեղենն ասում է. «Դրանց հետ չենք կարող կռվել, ամենադժվար տեղն ենք հասել, ամեն գիշեր գնա մեկին սպանի արի»։ Անվախը գնում է, գիշերը մեկին սպանում, լուսադեմին ետ գալիս։ Հենց մութը ընկնում է, գնում է մյուսին էլ սպանում, լուսադեմին ետ գալիս։ Հաջորդ գիշերն էլ մյուսին է սպանում։ Լուսադեմին, որ երկիրը կարմիրին է տալիս, նստում է հրեղենին, թռցնում է ծովի վրայով, գնում ծովինարի ապարանքը դռան է իջնում։ Հրեղենն ասում է. «Դե գնա, որտեղ փակ դուռ տեսնես, խանջալը դեմ արա կբացվի»։ Գնում է, մտնում ապարանքը, որտեղ փակ դուռ է տեսնում, դաշույնը դեմ է անում, թե չէ բացվում է։ Գնում է, մի սենյակ մտնում, կարմիր շողքը աչքերը ծակում է, տեսնում է մի սիրուն աղջիկ նստած, իսկ իր դաշույնի վրայի նկարն է, որ կա։ Ծովինարը տեղից վեր է կենում, գալիս, իրար վզով են ընկնում, ասում է. «Նամարդ, ասլանները քեզ չէին վնասում, ինչի սպանեցիր, հիմի որ մեր թշնամի թագավորն իմանա ասլաններին սպանել ես, պիտի գա ինձ ետ փախցնի»։ Ասում է. «Հանգիստ կաց, ոչ ոք չի կարող, քո մի մազին դիպչի»։ Ժամանակ է անցնում, կարմիր երկրի թագավորն իմանում է, որ առյուծները էլ չկան, զորք է հավաքում ու գալիս ծովի ափը, վրան է խփում, բայց հրեղենի ահիցը չի համարձակվում ծովն անց կենա։ Մի ջադու պառավ գալիս է ասում. «Մի քաշով մի ոսկի տուր, մեկ էլ մի սիրուն խնոցի շինի ինձ տուր, ես գնամ ծովինարին գողանամ բերեմ»։ Ոսկին էլ է տալիս պառավին, խնոցին էլ, պառավը խնոցուն նետում է, գալիս հասնում ապարանքը։ Այդ ժամանակ անվախը որսի գնացած է լինում, գալիս է պառավը, դուռը բաց է անում, մտնում ներս։ Ծովինարը մենակ նստած կարանելիս է լինում, պառավին տեսնում է, թե չէ փայտը քաշում է դուրս անում։ Դա աղաչանք է անում, ասում. «Անտեր պառավ եմ, ինձ մի տեղ տուր կենամ, ձեր տունը կավլեմ, ձեր ոտները կլվանամ, ճաշը կեփեմ»։ Ինչքան աղաչանք է անում, ծովինարը բանտեղ չի դնում, դուրս է անում։ Անվախի որսից ետ գալու ժամանակ այդ ջադու պառավը գնում է պատի տակին, կուչ է գալիս, իբր թե լաց է լինում։ Անվախը գալիս է, թե չէ, հիմի էլ նրան է աղաչանք անում։ Անվախի մեղքը գալիս է, ձեռիցը բռնում է, տանում տուն։ Ծովինարն ասում է. «Դրանից մեզ վնաս կգա, դուրս արա, կորչի»։ Ասում է. «Ոչ մի բան էլ չի լինի, աղքատ պառավ է, թող մի կտոր հաց ուտի, իրեն համար ապրի»։ Նա հա, սա չէ, վերջը թողնում են։ Պառավը դեսուդեն է ընկնում, շփշփալով աշխատում է, դրանց աչքին դուր է գալիս, դրան բերում են նոր շորեր հագցնում, իրենց հետ ուտեցնում, խմեցնում, պահում։ Մի օր անվախը գնում է որսի, պառավը մտնում է ծովինարի մոտ, համոզվում է, ասում. «Դու որ այդքան մարդուց սիրում ես, ղիչ ես հարցնում, թե դրա շնորհքն ինչումն է, որ այդքան զորքը կոտորեց»։ Իրիկունը մոթը որ ընկնում է, քնելու ժամանակ պառավը գնում է մտնում դրանց թախտի տակ։ Ծովինարը անվախի օձիքը բաց չի թողնում, թե «Քու շնորհքն ինչումն է»։ Ասում է. «Իմ շնորհքն իմ խանչալումն է»։ Պառավը թախտի տակից ամեն ինչ լսում է, իմանում է։ Հենց դրանք քնում են, թե չէ, դուրս է գալիս, դաշույնը տղայի ծոցից հանում է, տանում, գցում ծովը։ Որ ծովն է գցում, անվախը կիսամեռ է դառնում։ Առավոտը ծովինարը կարծում է, թե քնած է, դուրս է գալիս, դուռը ծովին նայում։
Պարավը խորամանկություն է անում, ասում է՝ «Արի գնանք ծովի ափին մի քիչ ման գանք»։ Ման ածելով տանում է իր խնոցու մոտ հասցնում։ Ծովիդնարը, որ հոր հրատին տվող խնոցին տեսնում է, ասում է՝ «Էս ի՞նչ բան է էսպես սիրուն»։ Ասում է՝ «Արի մոտ գնանք, տեսնենք»։ Տանում է, մեջը նստեցնում, ասում է՝ «Այ խնոցի, դե քեզ տեսնեմ, հայդե ծովի էն ափը»։ Մինչև աչքերը բացուխուփ են անում, մին էլ տեսնում են ծովի էն ափին են։ Թագավորը առաջ է գալիս, ուզում է մոտ գա, ծովինարը մոտ չի թողնում, ասում է՝ «Մինչև 40 օրը չլրանա, ես մոտս մարդ չեմ թողնի։ Դրանց էստեղ թողնենք լուր տանք անվախից»։ Եղբայրների մատնիքը մատներն են, հուպ տալիս, մեկի էլ գոտին մտիկ են տալիս, տեսնում, որ սևացել են։ Գալիս են էդտեղ, հասնում, որ ինչ տեսնեն, հրեղենը գետինը փորում է, հողը ոտով գլխին ածում, քրտինքի մեջ լողում։ Ասում են՝ «Հրեղեն ջան, ինչ անենք»։ Ասում է՝ «Ջադու պարավը անվախի խանչալը շպրտեց, կամ ծովն է ընկել, կամ աստղերին է հասել, կամ թե չէ ցամաքն է ընկել»։ Սպիտակ ձիավորը եղբորն ասում է՝ «Ես գնամ աստղերին հարցմունք անեմ»։ Կանաչին էլ ասում է՝ «Դու ձիթ քշի ընկի ցամաքը, կանչի ամեն մի շնչավորի»։ Սևին էլ ասում է՝ «Դու էլ ձիթ քշի ծովի հատակը, հավաքի ձկներին, հարց անենք, տեսնենք ում մոտ է խանչալը, գտնենք, անվախին ուշքի բերենք»։ Ասելուն պես սպիտակը երկինքն է բարձրանում, կանաչը ցամաքը գնում, սևն էլ ծովի տակը։ Գնում է ծովի ձկներին հավաքում, տեսնում է ոչ մեկի մոտ դաշույն չկա։ Ասում է՝ «Բայ ձուկ չկա»։ Ասում են՝ «Մինը հիվանդ է»։ Ասում է՝ «Ես դրան կսաղացնեմ, բերեք»։ Բերում են, տեսնում է դաշույնը մեջքումը թաղված։ Քաշում է հանում, մեջքի փշերը բոլորը դաշույնի հետ դուրս են գալիս։ Ասում է՝ «Դու կսաղանաս ու կդառնաս էս ձկների իշխանը, մինչև էսօր էլ էդ ձկանը իշխան են ասում»։ Սև եղբայրը դաշույնը ձեռին գալիս, տեսնում է մյուս եղբայրները դատարկ են եկել, դաշույնը դնում են անվախի կողքին, թե չէ զարթնում է։ Ասում են՝ «Բայց ո՞նց է լավ»։ Ասում են՝ «Էսպես»։ Դրանք ձիերը նստում են էնտեղ, հասնում, ու ծովինարի 40 օրը լրացել է, քողը երեսն են քաշել, ուզում են տանեն եկեղեցի, որ թագավորի հետ հարսանիք անեն։ Ծովինարը աչքը ճամփին է լինում, շուտ ետ է նայում, արտասուքն աչքերին, գուցե օգնության հասնեն անվախն ու հրեղենը։ Մտքում դրած է լինում, որ եկեղեցի մտնեն, թե չէ շենքումը եւ այդ դանակը սիրտը խրի։ Մին էլ ետ է մտիկ տալիս, տեսնում է թոզ ու դումանը երկինքը բռնել է։ Այդ ժամանակ սպիտակ ձիավորը ձին քշում, հասնում է թագավորի մազերիցը բռնում, շպրտում, տալի աստղերին ճակատովը, կտոր անում։ Սև ձիավորն էլ ջադու պարավի մազերիցն է բռնում, ծովը գցում, ձկների բաժին դարձնում։ Կանաչ աղբերն էլ էստեղ էնտեղ ընկած ժողովրդին է անգստացնում։ Անվախն էլ գնում է ծովինարին փաթաթվում։ Հետո ժողովուրդը հավաքվում է, բոլորը ուրախանում են, որ իրենց ազատել են անօրեն թագավորից, պատիվ են տալիս, խաղ ու ծաղկով, ծափ ու ծիծաղով դրանց ճամփու են դնում, իրենք էլ իրենց գործին կենում։ Եղբայրներն էլ բերում են անվախին ու ծովինարին հարսանիք անում։ Նրանք իրենց մուրազին հասան, դուք էլ ձեր մուրազին հասնեք։